Սարիթաղում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանը 7-րդ օրն է հացադուլ է անում, պահանջելով կարճել իր դեմ հարուցված քրեական գործն ու ազատ արձակել իրեն։ Շուրջ 5 ամիս ճաղերի հետևում գտնվող որդուն մայրն առաջին անգամ կարողացել է տեսակցել միայն օրեր առաջ, երբ Հովհաննեսն արդեն բողոքի այս ծայրահեղ քայլին էր դիմել։ Ահավոր վիճակում էր երեխան, զգացի եւ հոգեկան աշխարհը եւ ֆիզիկապես եւ հյուծված էր եւ ջերմագույն էր շատ անարդարությունից ինքը շատ նեղացած էր։ Ինձ թվում է հուսալքության հետևանք է հացադուլը Հովհաննեսի մոտ։ Մոր խոսքով որդին առողջական խնդիրներ ունի, ստամոքսի խոց, աչքերն են վատ տեսնում եւ հացադուլն ուղղակի ժամ առ ժամ է ազդում նրա ինքնազգացողության վրա։ Ծնողները բացառում են իրավապահների առաջ քաշած սցենարը, թե Հովհաննեսը Սարիթաղում քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ։ Հիմա այս հացադուլն իր նաեւ իրեն ընկերների համար է, արդեն էլ չեն կարողանում, էլ չեն դիմանում երևի, ազնիվ արդար երեխեք են։ Ինձ թվում է այս երեխեքը իրենց խանգարում են, դրա համար պահում են, որովհետեւ ոչ մի հիմք չունեն, ոչ մի պատճառ, ոչ մի վատ բան չեն արել այս երեխեքը։ Ընդհանրապես արդարություն են պահանջում այս իշխանավորներից։ Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբանը հացադուլի հենց առաջին օրը միջնորդել է գլխավոր դատախազին կարճել քրեական գործը, որի հիմքում ըստ Անի Չատինյանի միայն 2 ոստիկանների ցուցմունքներ են։ Նախաքննության մարմինը չունի տեսանյութ, որտեղ երևա Հովհաննեսը քար նետելիս կամ համեմատրանքի շրջանակների վերաբերյալ որևէ ապացույց։ Առայժմ հայտնի չէ, կան արդյոք տուժած ոստիկաններ։ Հովհաննեսի դեմ ցուցմունք տված իրավապահները չեն ասել, որ ակտիվիստի նետած քարերը հենց իրենց են կպել։ Բայց փաստաբանը հիշեցրեց Սարիթաղի գործով այլ դատական նիստերին, որպես տուժող ներկայանում են նույն ոստիկանները։ Ես համոզված եմ, որ տուժող ոստիկաններ չկան, քանի որ Հովհաննեսի կողմից քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել։ Անցած 5 ամիսներին դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Հովհաննես Ղազարյանին, պարբերաբար երկարացնելով կալանքի ժամկետը։ Հիմնադիր խորհրդարանի մեկ այլ աջակից Վահրամ Պետրոսյանը հիշեցնում է, ազատազրկված ընկերը նույն երիտասարդն է, որ ամանորի գիշերը տոնածառի հանդերձանքով ազատության հրապարակ էր եկել։ Ոստիկանական ջոկատի կողմից ենթարկվեց հարձակման։ Արդեն հուլիսի իրադարձությունների ժամանակ, երբ Հովհաննեսին ուղղակի առևանգեցին այդ խորենացի փողոցից, իրեն քաշելով ոստիկանական պատի ետևը, ոստիկանները սկսեցին ծեծել, ասելով տոնածառ ջան, արի այստեղ։ Մայրն էլ շարունակում է, որդուն նաև ոստիկանական բաժանմունքում էին ծեծել, իսկ Սարիթաղի դեպքերից հետո թիրախավորել էին, օրեր շարունակ սպասել տան մոտ, մինչև Հովհաննեսը դուրս կգար։ Ուրեմն եղել է ուշադրության կենտրոնում։ Երրորդ օրը ինքը դուրս եկավ եւ բռնեցին երեխային, ահավոր էին ծեծել, խոշտանգել էին, հեռախոսն էին, ակնոցների հետ ջարդուփշուր արել եւ ոստիկանատանը եւ փողոցում ահավոր ծեծի էին ենթարկել ոչ միայն իրեն, այլ ընկերներին էլ։ 25-ամյա ակտիվիստը բողոքի ծայրահեղ ակցիան հացադուլը հայտարարել է անժամկետ։ Հովհաննես Ղազարյանին 3-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Փաստորեն որևէ քննչական գործողություն, որևէ բան տեղի չի ունենում, այսինքն իրեն արդեն ազատազրկել են, պատժում են առանց որևէ հիմնավորման։ Դե նախ ճնշում բանեցնելու մարդկանց վրա, ովքեր դրսում են հավանական միացողներին ճնշելու համար։